Եվս լսեցիք, որ շենքի բնակիչները, ովքեր չցանկացան դեպքի հետ կապված, ասացին, որ այս հատվածում ազգային ժողովի նախագահն է բնակարան կառուցում եւ այստեղ շինարարություն է այս պահին ընթանում։ Դա է պատճառը, որ ճանապարհի երթևեկելի հատվածը այս կողմից նեղացել է, ինչը դարձել է վթարների պատճառ եւ նաեւ այսօրվա դեպքի պատճառը։ Մեդիահաբի սիրելի հետևորդներ, նշեմ, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության արձագանքով արդեն մոտ 10 րոպե առաջ հրդեհը այս տարածքում մեկուսացվել է։ Հիշեցնեմ, որ Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում այսօր բախվել է միանգամից 4 ավտոմեքենա, ժամը 16:02-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հազանգեցրել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել եւ ինչի հետևանքով առաջացել է խոշոր հրդեհ։ Հիշեցնեմ, որ տուժածների մասին այս պահին որևէ հստակ տեղեկություն չկա, միայն մեզ հարևանությամբ գտնվող բնակելի շենքի բնակիչներն ասացին, որ բեռնատար ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ ոստիկանները ասացին, որ առայժմ հստակ որևէ տեղեկություն չկա։